Բարելույս սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ եւ հատկապես Շիրակի մարզի մեր սիրելի հայրենակիցներ, այսօր մենք գալիս ենք Շիրակի մարզ, վաղը նույնպես լինելու ենք Շիրակի մարզում, այսինքն այսօր Շիրակի մարզում վաղը միայն Գյումրիում ենք, ամբողջ օրը Գյումրիում ենք անցկացնելու, իսկ այսօրվա մեր ժամանակացույցը հետեւյալն է 10:30 կլինենք Սառնախբյուրում, 11:10 մոտավոր են թվերը, որովհետև ճանապարհ է եւ հանդիպումները բարձր որ հստակ գծագրված ժամկետում չեն լինում, 11-ի կողմերը Մարալիկում, 12:30-ի կողմերը Արթիկում, 1:30-ի կողմերը Փանիկում, 2:30-ի կողմերը Ազատանում, 3:30-ի կողմերը Ախուրյանում, 5-ին մոտ Աշոցքում եւ 6-ին մոտ Ամասիայում, վաղը առավոտից ամբողջ օրը լինելու են Գյումրիում, ես մեր գործընկերների հետ Գյումրիի փողոցներով եւ թաղամասերով շրջելու ենք, շփվելու ենք ձեզ հետ եւ վաղ երեկոյան 20:00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու մեր մեծ հավաքը սկսվելու է ոչ մի րոպե շուտ եւ ոչ մի րոպե ուշ, ուղիղ ժամը 20:00-ին սիրելի գյումրեցիներ եւ Շիրակի մարզի մյուս բնակավայրերի մեր սիրելի բնակիչներ, ամասիացիներ, աշոցքցիներ, ախուրյանցիներ, արթիկցիներ, մարալիկցիներ, բոլորիդ անհամբեր եւ մեծ հաճույքով սպասում ենք։ Իսկ այսօր հիմա Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանի հետ ենք եւ կներկայացնենք 2018 թվականից մինչեւ կփորձենք ներկայացնել 2018 թվականից մինչեւ օրս Շիրակի մարզում իրականացված եւ գուցե իրականացված ծրագրերը եւ ինչ եմ ասում կփորձենք, որովհետեւ ամբողջը հաստատ հնարավոր չի ներկայացնել, հնարավորինս խփացնում ենք ընդհանուր թվերով ներկայացնում։ Պարոն Արուշանյան, բարելույս ասեք, սկսենք։ Բարև պարոն վարչապետ, բարև ձեզ սիրելի շիրակցիներ, սիրելի գյումրեցիներ։ Եվ այսպես, նախ ընդհանուր ներդրումների ծավալի մասին 2018 թվականից մինչև 2026 թվականի մայիսի 1-ը Շիրակի մարզում կառավարությունը իրականացրել է շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում։ Այսպիսի 8 տարի անկախությունից ի վեր մենք դժվար թե ունեցած լինենք, գուցե 90-ականների սկզբին, երբ դեռ ակտիվ իրականացվում էր աղետի գոտու, շինարարական աշխատանքները միջազգային գործընկերների եւ այլն, բայց Հայաստանի կառավարությունը Շիրակի մարզում երբեք այսպիսի ծավալի ներդրումներ 8 տարվա ընթացքում չի իրականացրել։ Ես կասեի ոչ թե 8 տարվա, պարոն վարչապետ, այլ հետերգրաշարժան ժամանակահատվածից, ճիշտ է, եթե չհաշվենք այն շենքերը, որոնք տարբեր միջազգային կառույցների, ընկերությունների կողմից հարվել է, 30 տարիների ընթացքում չի եղել նման ծավալ, ինչ որ հիմա ունենք։ Շատ լավ։ Հիմա նախ անդրադառնանք սուբվենցիոն ծրագրերին, թե ինչ սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել։ Շիրակի մարզում իրականացվել է 26 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, Գյումրիում 11.1 միլիարդ դրամի, որի 49%-ը ֆինանսավորվել է բյուջեից, էս էլ է պայմանական, որովհետև համայնքի կողմից ֆինանսավորման մի հսկայական մասն էլ կառավարության հատկացրած դոտացիայով է։ Այսինքն երկու կողմից կառավարությունը գումար է հատկացնում։ Ախուրյանում իրականացվել է 66 միլիարդի ծրագիր սուբվենցիոն, որի 55%-ն է ֆինանսավորվել պետական բյուջեում, Արթիկում 4.3 միլիարդ դրամի, որից 56.3%-ն է ֆինանսավորվել բյուջեից, սրանք հիշեցնեմ մեր սուբվենցիոն ծրագրի մասին է, Անի խոշորացված համայնքում 54.2%-ն է ֆինանսավորվել 1.8 միլիարդից, Աշոցքում 1.9 միլիարդից 57%-ը եւ Ամասիայում 551 միլիոն դրամից 52.8%։ Հիմա ինչ են կարել այդ սուբվենցիոն ծրագրերով։ Մոտավորապես
մոտավոր 100 կիլոմետր ճանապարհ ենք ասֆալտապատել եւ կամ սալարկել 100 կիլոմետր համայնքներում։ Եթե կարելի է, պարոն վարչապետ, մենք այս թվերի մեջ չի մտնում 25 թվականի ներկայացված Գյումրու 18 փողոցների սուբվենցիոն ծրագրերն արդեն շինարարական մրցույթներին հայտարարված են եւ կառավարությունը մի ամիս առաջ եւս Գյումրիի 21 սուբվենցիոն ծրագրով փողոցների աշխատանքները եւս հաստատել է։ Չի եղել որևէ սուբվենցիա, որ Գյումրիում չհաստատվի կառավարության կողմից, որը սուբվենցիայի տրամաբանության մեջ է։ Շատ լավ, բայց դա 25 թվի ներկայացրած 18 փողոցները 25 թվի ներկայացվածներն էր, որ 25 թվականի կառավարությունը հաստատել էր, շինարարական մրցույթները նոր են ավարտվել, իսկ 21 փողոցները 26 թվականին ներկայացրել արդեն կառավարությունը հաստատել է դրանց շինարարական աշխատանքին, այսինքն 39 փողոց սուբվենցիոն ծրագրով կառավարության մեծ մասնաբաժնով եւս Գյումրիում հիմնանորոգվելու են։ Շատ լավ։ Հաջորդը ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրերով 77.2 կիլոմետր ջրագիծ եւ ջրահեռացման համակարգ ենք կառուցել կամ հիմնանորոգել կամ նորոգել, ոռոգման համակարգերը 38.1 կիլոմետր ոռոգման համակարգեր, որոնք շուրջ 2300 հեկտար տարածքներ ոռոգելու համար են, 150 կիլոմետր փողոցային լուսավորություն ենք վերականգնել կամ ստեղծել, 82 կիլոմետր գազաֆիկացման ցանց եւ նաեւ 47 նախադպրոցական հիմնարկներ, այսինքն մանկապարտեզներ 47 մանկապարտեզ կամ կառուցել են կամ հիմնանորոգել ենք 48 բազմաբնակարան շենքերի հետ կապված գործընթացներ ենք իրականացրել, տանիքների փոփոխություն, շքամուտքեր, էներգախնայողության ծրագրեր, 3400 քառակուսի մետր այգիներ, պուրակներ, հանգստյան գոտիներ ենք նորոգել վերականգնել եւ նաեւ հիմա անցում կատարենք ճանապարհաշինական աշխատանքներին, նախորդ ճանապարհը, որի մասին ես խոսում էի, դա վերաբերում էր սուբվենցիոն ծրագրեր, կառավարություն համայնք իրար հետ արած։ Հիմա ուզում եմ ներկայացնել միայն կառավարության, այսինքն ճանապարհային դեպարտամենտի կողմից իրականացված աշխատանքները 2018-ից 2026 թվականներին 293 կիլոմետր ճանապարհահատվածի նորոգման, կառուցման, վերակառուցման աշխատանքներ ենք իրականացրել։ Իհարկե, այս ճանապարհների թագն ու պսակը Աշտարակ Գյումրի հյուսիս-հարավ ճանապարհն է, սիրելի գյումրեցիներ, սիրելի շիրակցիներ, հույս ունեմ դուք վայելում եք այդ ճանապարհը։ Հիմա ինչքան է կրճատվել ճանապարհը։ Պարոն վարչապետ, 15 կվարտալից մինչև Գյումրիի մուտքը կարելի է մոտ մի ժամում հասնել։ Այդ ինչ արագությանը շատ է արագ քշում, պարոն Արոշյան, մի քիչ իջեցրեք։ Բայց ճանապարհն անվտանգ է, պարոն վարչապետ։ Խնդիրը միայն արագությունը չի, չնայած սահմանված արագությունը 100-ը, 100-ը, այսինքն 100-ով նորմալ է։ Խնդիրը մենակ այդ չի, խնդիրը ճանապարհի հարմարավետությունն է, որ այսինքն մենք դա էլ հարվի չենք առնում, կա ի վերջո ճանապարհ ես անցնում հոգնածության ցուցանիշ կա, չէ, բայց գործնականում Երևանից Գյումրի գնալիս, այսինքն ինչպես ճիշտ նշեցիք 16-րդ թաղամասից, այդ նշանակում է, որ ճանապարհի հոգնածությունը առնվազն 50-60%-ով նվազել է եւ իհարկե գեղագիտական հաճույքը այդ ճանապարհով անցնելու։ Ինքը միջազգային ստանդարտների ճանապարհ է, պարոն վարչապետ, դրա համար էլ ամբողջը հաշվարկված է, թե աստիճանները, թեկությունները, թե անկյունները, դրա համար շատ հանգիստ կարողանում ես վարել։ Հաջորդ խոշոր հատվածը Հոռոմ Մարտիկ Ալագյաս ավտոճանապարհի 4.9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը, բայց նաև էդ էլ ասենք, որ ճանապարհի վերանորոգման արդյունքում մեզ համար խնդրահարույց Հոռոմի Խաչմերուկի թեման մեկընտրից լուծվեց եւ փակվեց, որովհետեւ անընդհատ ժամանակ առ ժամանակ Հոռոմի Խաչմերուկում մենք մի հատ այդպես մեծ խնդրեմ ենք ունենում, վթարներ, զոհեր եւ այլն, եւ հիմա վերջ այդ պատմությունը ավարտվեց Հոռոմի Խաչմերուկում, այլևս
նման վթարներ չենք ունենալու, որովհետև տրանսպորտային այնպիսի հանգույց է կառուցված, որը դա ըստ էության բացառում է։ Բայց կարևոր է նաև Հոռոմ Արտիկ-Ալագիաս ավտոճանապարհի 4.9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումը, հաջորդ խոշոր նախագիծը, որ իրականացրել ենք, Աշոտսկ-Բավրա ավտոճանապարհի 11.5 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգումն է, որը ես էլ եմ այցելել նախորդ տարիներին եւ շատ լավ ճանապարհ է ստացվել։ Հաջորդը Արտիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 8.9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում եւ Գյումրի-Կապս-Ամասիա ճանապարհի 10 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգում։ Այս ճանապարհն է վերջին անգամ երբ էր նորոգվել։ Տեղացիներին գոնե ինչքան հիշում եմ հարցրել եմ շատ վաղուց նորոգված չի եղել։ Սերունդներ են երևի փոխվել, պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ մի քանի Գյումրու համար շատ կարևոր ծրագրեր կան, որոնք ներառված չեն, որովհետև նոր շինարարական աշխատանքներն են գնում, մենք Շիրագազի փողոցն ենք հիմնանորոգում, այնտեղ հիմի արդեն աշխատանքներն ընթանում են, մենք որոշել էինք, որ ամբողջ կոմունիկացիան պիտի փոխենք նոր առաջի շերտը ասֆալտի փռենք, որ հետո խնդիրներ չառաջանա, մի այդ խնդիրներ ենք լուծել, արդեն շինարարական աշխատանքներն ընթանում են։ Մենք Խորենացի փողոցի նախագծման դրա շարունակությունները հենց այն փողոցն է, պարոն վարչապետ, որի մասին դուք բազմիցս խոսում եք, որ շատ քանդված փողոցով հասնում ես Գյումրին վերջանում է ու գնում է կառավարությունը։ Մենք նախարարի հետ քննարկեցինք Անի թաղամասում։ Մենք Շիրագազին կառուցումը կառավարությունը ու այդ հատվածը Խորենացի փողոցը մնում է այդպես ու 58 թաղամասից դուրս ես գալիս, ծեր ասած ճանապարհը ամբողջությամբ հիմնանորոգված դեպի Քետի գյուղ գնացող այդ հատվածը մենք քննարկեցինք նախարարի հետ եւ որոշեցինք, որ այդ եւս կառավարության միջոցներով են կառուցելու։ Հիմի նախագծման process-ն է գնում, որ մենք ամբողջական ճանապարհ ունենանք եւ մեր համար շատ կարեւոր եւս մեկ փողոց գյումրեցիների համար Լազարոս միջև Արևիկ տանող ճանապարհն է, որը եւս կոմունիկացիաները որոշում ենք փոխենք ամբողջությամբ տակը, նոր ասֆալտապատում անենք, մի հատվածն արել ենք, մի մասն անում ենք, այդ էլ մոտ 2 միլիարդ արժողությամբ շինարարության մասին եմ խոսում։ Շատ լավ։ Հիմա անցնենք դպրոցների եւ մանկապարտեզների թեմային։ 300 դպրոցին 500 մանկապարտեզ ծրագրով Շիրակի մարզում իրականացվել է կամ իրականացվում է 48 դպրոցի կառուցում եւ 57 մանկապարտեզի կառուցում եւ շինարարական աշխատանքները ավարտված են 32 դպրոցում կամ կրթահամալիրում եւ 40 մանկապարտեզում եւ կամ նախակրթարաններում։ Հիմա ըստ համայնքների պաշտպանությունը ունի հետևյալ տեսքը. Ախորյանում 1 կրթահամալիր, 9 դպրոց, 11 մանկապարտեզ, 2 նախակրթարան։ Ըստ բնակավայրերի Քեթիի կրթահամալիրը, Հոյակերտ կրթահամալիրը կառուցված է, այցելել ենք, տեսել ենք։ Ազատանի դպրոցը վերակառուցված է, այնտեղ մի կորպուս է ավելացել։ Մի կորպուսը հիմնանորոգել ենք, պարոն վարչապետ, մյուս կորպուսը կառուցել ենք։ Մեր մոտ հիմա արդեն դպրոցները գյուղերի միջև մրցույթ է գնում, թե որի դպրոցն է ավելի լավը լինելու։ Մենք Քետի դպրոցը բացեցինք, մինչև Քետի հասնելը Մայիսյան գյուղն է։ Մայիսյան գյուղում էլ շատ մեծ շինարարություն են անում, մոտ 2 միլիարդի պարոն վարչապետ, էլի Քետի դպրոցի նման դպրոց են կառուցում, իհարկե մայիսյանցիներն ասել են մերն ավելի լավն է լինելու, բայց բոլորը նույնն է։ Դե գիտեք, մի հատ գաղտնիք կա, որը ավելի ուշ կառուցվի, նա ավելի լավն անելու, որովհետև նաև որակի նկատմամբ վերահսկողությունը, հետո նախագծերը ավելի բան են դառնում, որակյալ են դառնում, բայց նաև ասեմ, որ էլի կրկնեմ, որ այն դպրոցները, որ մենք հիմա կառուցում ենք, օրինակ Քեթի կրթահամալիրը կոնկրետ վերցնում եմ, Հայաստանի պատմության մեջ Հայաստանում երբևէ որևէ տեղ այս որակի դպրոց չի եղել։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ հիմա Քեթի գյուղում կա մեր քաղաքականությունն է դա դպրոցը լինելու է այնպես, ինչպես լինելու է Երևանի կամ Գյումրիի կենտրոնում։ Եվ սա է ամենակարևոր առանձնահատկություններից մեկը, որը մենք իրականացնում ենք։ Հաջորդիվ Կապսի միջնակարգ դպրոցը կառուցվել է, այդտեղ էլ եմ այցելել, Մայիսյանինը կառուցվում է, արդեն նշեցիք։ Ախորյանի թիվ 2 դպրոցը հիմնանորոգված է, Կառնուտի միջնակարգ դպրոցը վերանորոգված է, Վահրամաբերդի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ աշխատում է արդեն։ Վահրամաբերդն է։
Հայկավանի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ աշխատում է արդեն։ Դպրոցներ կան, որ վերջի մասեր են գույքի տեղափոխման հատվածներն են, էլի որ կարողանանք տեղափոխել։ Ախուրյանի ավագ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է, Այգաբացի միջնակարգ դպրոցը վերանորոգման ընթացքի մեջ է։ Հիմա Ախուրյան համայնքի մանկապարտեզները եւ նախակրթարանները Ղարաբջանյան գյուղում կառուցվում է 75 սանի կարողությամբ մանկապարտեզ, Ախուրիկում վերակառուցվել է մանկապարտեզը եւ աշխատում է։ Բայանդուրում 0-ից մանկապարտեզ են կառուցել։ Այցելեցինք, չէ՞, Բայանդուրում մենք ոնց որ մանկապարտեզ, թե չենք այցելել։ Ոնց որ հա, չեմ հիշում։ Ասեք։ Պարոն վարչապետ, մենք որ արդեն չենք ես երևի թե ամեն ամիս մեր գոտ մանկապարտեզի բաց կամ դպրոցի բացման ենք մասնակցում ենք։ Դե հրավիրում ենք, պարոն վարչապետ։ Մենք Շիրակի մարզում, պարոն վարչապետ, 8 գյուղերում մանկապարտեզներ են կառուցել, որ երբևիցե այդ գյուղերում մանկապարտեզներ չեն եղել։ Մենք 13 գյուղերում մանկապարտեզներ ենք հիմնանորոգել կամ կառուցել, որոնք վերջի 30 տարիներում այդ մանկապարտեզների վրա մի հատ մեղ չի մեղվել։ 20 գործել են մանկապարտեզ։ Գործել են, 13-ը գործել են ու դե պատկերացնեք արդեն ինչ պայմաններում են գործել։ Հիմա շարունակենք։ Կառնուտի մանկապարտեզը կառուցված է, գործում է արդեն, հա։ Կառնուտին, այո։ Հացիկի մանկապարտեզը վերակառուցված է, Մարմաշենի մանկապարտեզը վերակառուցված է, Շիրակի մանկապարտեզը կառուցված է, Ջաջուրավանի մանկապարտեզը վերակառուցված է, Ջրառատի մանկապարտեզը կառուցված է 0-ից, Վարամաբերդի մանկապարտեզը 0-ից կառուցված է, Քեթի մանկապարտեզը վերակառուցված է, Կապսի միջնակարգ դպրոցում գործում է նախակրթարան, Վարամաբերդի միջնակարգ դպրոցում գործում է նախակրթարան։ Հիմա ամասյա կառուցվում է 1 կրթահամալիր, այսինքն իրականացվում է 1 կրթահամալիր 3 դպրոցի նախագիծ։ Ուրեմն Բյուրակն բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, Բերթաշենում կառուցվում է կրթահամալիր, Արեգնադեմում դպրոցը կառուցված է, բացման այցելել ենք եւ Ամասիայի միջնակարգ դպրոցը կրկին կառուցված է։ Անի խոշորացված համայնքում իրականացվում է 3 դպրոցի 5 մանկապարտեզի 2 նախակրթարանի ծրագիր։ Ընթացիկ վիճակը հետևյալն է։ Աշխատանքները ավարտված են 1 մանկապարտեզում եւ 1 նախակրթարանում, իսկ կառուցվում են Ջրափի միջնակարգ դպրոցը, Շիրակավանի միջնակարգ դպրոցը, Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Մանկապարտեզների մասով Լանջիկի մանկապարտեզը կառուցված է եւ գործում է, Մարալիկի մանկապարտեզը կառուցվող է, Քարաբերդի մանկապարտեզը կառուցվում է, Սառնախբյուրի մանկապարտեզը վերանորոգվում է, Իսահակյանի մանկապարտեզը վերանորոգվում է, Անիպերմզայի միջնակարգ դպրոցում վերանորոգվել եւ գործում է նախակրթարան, Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցում դպրոցում նախակրթարանը վերանորոգման ընթացքի մեջ է։ Աշոցքում իրականացվում է 1 կրթահամալիրի 2 դպրոցի 1 մանկապարտեզի ծրագիր։ Ըստ բնակավայրերի պատկերը հետևյալն է։ Բավրայում կառուցվում է դպրոց, կրթահամալիր, Աշոցքում միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է։ Այո։ Մուսայելյանի միջնակարգ դպրոցը վերանորոգված է եւ գործում է եւ Ղազանչի բնակավայրի մանկապարտեզը կառուցման ընթացքի մեջ է, 0-ից մանկապարտեզ են կառուցում։ Արթիկ համայնքում 2 կրթահամալիրի 9 դպրոցի 9 մանկապարտեզի 1 նախակրթարանի ծրագիր է իրականացվում, ըստ բնակավայրերի հետևյալն է բաշխվածությունը։ Հարենյաց բնակավայրում կառուցվում է կրթահամալիր, Գետափում կառուցվում է կրթահամալիր, Արթիկի թիվ 2 դպրոցի նոր շենքն է կառուցվում, Արթիկի թիվ 3 դպրոցը վերանորոգված է, հիմնանորոգված է եւ բացվել է գործում արդեն։ Այո։ Փոքր Մանթաշի միջնակարգ դպրոցն է կառուցվում, Սարատակի
միջնակարգ դպրոցն է կառուցվում, Փանիկի միջնակարգ դպրոցը վերանորոգված է, Հառիճի միջնակարգ դպրոցը վերանորոգված է, Արևշատի միջնակարգ դպրոցը նորոգված է, Լեռնակերտի միջնակարգ դպրոցը վերանորոգված է, Նոր կյանքի միջնակարգ դպրոցը վերանորոգված է։ Կանեք, պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ վերանորոգված որ ասում ենք, մեր քաղաքացիները պատկերացնում են, դե կոսմետիկ վերանորոգում են կարել, բայց ամբողջությամբ նոր կույկով, ամբողջությամբ նոր լաբորատոր սարքավորումներով, նոր համակարգչային տեխնիկաներով ամբողջությամբ փոխվում է դպրոցը, միայն 4 պատն է կարելի ասել մնում, մնացածը լրիվ նոր դպրոց է դառնում։ Տանիքն է փոխվում։ Տանիքը, պատուհանները, բոլորը։ Սանհանգույցն, այսինքն հիմնանորոգվում է, ըստ էության հին պատերի մեջ կառուցվում է նոր դպրոց։ Այսինքն մենք կոսմետիկ նորոգում հասկացությունը վերացրել ենք մեր դպրոց։ Այսինքն կարող է, չգիտեմ, միտեղ պատը մի քիչ բանեղած լինի, վերականգնենք, բայց այն որ 300 դպրոց դա չենք հաշվում, մենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի մեջ, եթե ենթադրենք միտեղ առաստաղը թափվել է մի 10 քառակուսի մետր, դա վերականգնում ենք, դա հենց կոսմետիկ նորոգումն է։ Այս բոլոր ծրագրերով հին պատերի մեջ նոր դպրոց, կամ 0-ից կառուցում, նոր պատերի մեջ նոր դպրոց, կամ հին պատերի մեջ նոր դպրոց։ Այս սկզբունքով ենք մենք աշխատում, որովհետև հին պատերը եթե լավն են սեյսմիկ առումով, չենք քանդում, այսինքն որպեսզի օգտագործվի։ Հիմա արդիկ համայնքում մանկապարտեզների վիճակագրությունը Արևշատ համայնքում կառուցվում է մոդուլային տիպի մանկապարտեզ, Արդիկ համայնքում կառուցվում է մոդուլային տիպի մանկապարտեզ, Հոռոմում մանկապարտեզը կառուցված է, այցելել ենք, Նոր կյանքում մանկապարտեզը կառուցված է, այցելել ենք, Փանիկում մանկապարտեզը վերակառուցված է, այցելել ենք, Արդիկի թիվ 3 մանկապարտեզը վերանորոգված է, հիմնանորոգված է, այցելել ենք, Արդիկի թիվ 4 մանկապարտեզը հիմնանորոգված է, այցելել ենք, Արդիկի թիվ 1 մանկապարտեզը հիմնանորոգված է, այցելել ենք, Լեռնակերտի մանկապարտեզը հիմնանորոգված է, Արևշատի միջնակարգ դպրոցում գործում է նախակրթարան։ Հիմա Գյումրիում իրականացվում է 17 դպրոցի 4 մանկապարտեզի 17 նախակրթարանի ծրագիր։ Աշխատանքները Գյումրիում ավարտված են 16 դպրոցներում, այսինքն 16 դպրոց հիմնանորոգել ենք Գյումրիում եւ կառուցել, մեկն ենք կառուցել կարծեմ։ Ուրեմն Գյումրիում ըստ բաշխվածության ակադեմիական դպրոց վարժարանը վերանորոգված է։ Իմ դպրոցն է։ Վերանորոգված։ Հա, ձեր դպրոցն է։ Վերանորոգված է եւ գործում է։ Այո։ Գյումրի թիվ 27 դպրոցը կառուցված է, վերջերս որ այցելեցին անի թաղամասում էր։ Չէ, Կձեդև։ Գյումրի թիվ 11 դպրոցը վերանորոգվում է, Գյումրի թիվ 28 դպրոցը վերանորոգված է, Գյումրի թիվ 32 դպրոցը վերանորոգված է, Գյումրի թիվ 38 դպրոցը բոլորը հիմնանորոգված են։ Հիմնանորոգված է Գյումրի հիմնական թիվ 41 դպրոցը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 20 միջնակարգ դպրոցը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 23 դպրոցը միջնակարգ հիմնանորոգված է, Գյումրի թիվ 45 դպրոցը հիմնանորոգված է, Գյումրի Օյունջան դպրոց վարժարանը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 19 հիմնական դպրոցը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 9 հիմնական դպրոցը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 5 միջնակարգ հիմնական դպրոցը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 31 հիմնական դպրոցը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 30 դպրոցը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 7 հիմնական դպրոցը հիմնանորոգված է։ Հարցը այստեղ է շինարարական աշխատանքներն ավարտվել են, բայց արդեն գործում են դպրոցները։ Բոլորը գործում։ Կան դպրոցներ, որ գուցե եւ արդեն ավարտել են ու գույքի հետ կապված հարցեր կան, գույքն են։ Բայց ասենք վստահ որ սեպտեմբերի 1-ից Չէ, գործելու են բոլորը։ Այսինքն 91-2 դպրոցի մասին եմ խոսում, այստեղ ունենք 11-րդ դպրոցը, որը վերանորոգվում փուլում է, կամ որ մի քիչ ուշ են սկսել շինարարական աշխատանքները, հետո ենք վերջում ենք ավելացրել այդ դպրոցը, դրա համար
այդ վերջնական շտրիխների վրա վերանորոգվողները։ Մենակ 11-ի դիմաց է գրած վերանորոգվող, մնացածը արդեն գրած է, որ ավարտված է շինարարը, բայց գործում են 20 դպրոցը պարոն վարչապետ երկրաշարժից հետո 88-89 թվականին անգլիացիների կառուցած դպրոցն է, որ Մարգարետ Թետչերը եւս փաստմանել էր, ու այդ դպրոցը արդեն 37 տարի որևէ լուրջ միջամտություն չէր ունեցել, ու մենք մի ամբողջությամբ հիմնանորոգել ենք այն նույն ձևով, ոնց որ նոր նշեցիք դուք, այդ ձևով 20 դպրոցը եւս հիմնանորոգվել է։ Բայց ես չեմ այցելել։ Չէ, 20 դպրոց չեք եղել։ Հիմա մանկապարտեզներ, հիմա որ ես sense նայում եմ, Գյումրիում այնքան դպրոց կա այցելելու, ես 2 թե 3 դպրոց եմ այցելել Գյումրի։ Մեկը Վազգեն Սարգսյանի անվանն եմ այցելել, եւ մյուսը նորակառույցը եւ եւս մի դպրոց։ Շատ լավ։ Մենք սիրով սպասում ենք, պարոն վարչապետ։ Ես կգամ անպայման։ Գյումրիում մանկապարտեզները հիմա Զանգակ մանկապարտեզը այցելել եմ, գործում է, կառուցված է։ Սուրբ Մարիամ մանկապարտեզը կառուցված է, գործում է։ Իհարկե, դրանք զրոյից կառուցված են։ Բայց Սուրբ Մարիամ ոնց որ թե չեմ այցելել։ Չէ, պարոն վարչապետ։ Գյումրի Լապտերիկ մանկապարտեզը նորոգվում է։ Գյումրի Հարևիկ մանկապարտեզը նորոգվում է։ Նախակրթարան Գյումրի թիվ 4 դպրոցում գործում է, այսինքն ավարտված են շինարարական աշխատանքների Գյումրի թիվ 8 միջնակարգ դպրոցում նախակրթարանը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 9 հիմնական դպրոցում նախակրթարանը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 18 միջնակարգ դպրոցում նախակրթարանը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 20 դպրոցում նախակրթարանը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 25 հիմնական դպրոցում նախակրթարանը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 41 հիմնական դպրոցում նորոգված է, հիմնանորոգված է, Գյումրի թիվ 28 հիմնական դպրոցում նախակրթարանը հիմնանորոգված է, Գյումրի թիվ 30 հիմնական դպրոցում նախակրթարանը հիմնանորոգված է, թիվ 23-ում հիմնանորոգված է, թիվ 45-ում հիմնանորոգված է, Օյունջանի միջնակարգ դպրոցում հիմնանորոգված է, թիվ 19 հիմնական դպրոցում հիմնանորոգված է, թիվ 5 հիմնական դպրոցում հիմնանորոգված է, թիվ 7 հիմնական դպրոցում հիմնանորոգված է, թիվ 11 հիմնական դպրոցում հիմնանորոգված է, թիվ 6 հիմնական դպրոցում հիմնանորոգված է։ Հիշեցնեմ, խոսքը նախակրթարանների մասին էր։ Հիմա անցնենք 2018-ից 2026 թվականներին առողջապահական հիմնարկներում իրականացվող ծրագրերին։ Իրականացվել կամ իրականացվում է Շիրակի մարզում 7 առողջապահական հիմնարկների շենքերի կառուցում կամ վերակառուցում կամ վերազինում, մասնավորապես Արթիկ ԲԿ-ի նոր շենքի կառուցում է իրականացվում, որը ավարտը նախատեսված է 2027 թվականի դեկտեմբերին։ Գյումրիի բժշկական կենտրոնի վերանորոգում, հիմնանորոգում է տեղի ունենում, աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերին։ Գյումրիի ԲԿ ծննդատունը էլի պրոբլեմատիկ մեր նախագծերից են, բայց այս արդեն ընթացքի մեջ է եւ օգոստոսին կավարտվեն աշխատանքները 2027 թվականի Գյումրի համայնքի Գյումրու Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի վերակառուցում եւ շինարարական աշխատանքները կավարտվեն 27 թվականի օգոստոսին, Արթիկում Պեմզաշեն բնակավայրի ամբուլատորիան է կառուցվում, աշխատանքները կավարտվեն այս հուլիսին, Ախուրիկ բնակավայրի ամբուլատորիան էլի հուլիսին այս կավարտվի եւ Ախուրյանի Հացիկ բնակավայրի ամբուլատորիայի կառուցումը կավարտվի 2026 թվականի սեպտեմբերին։ Դե թույլ տաք, պարոն վարչապետ, մենք այսպես շատ հեշտ կարդում եք դուք այդ ամենը, բայց Արթիկ բնակավայրի համայնքի համար, ոչ միայն Արթիկ համայնքի համար, Արթիկի ՓԿ-ի կառուցումը շատ մեծ նշանակություն ունի, որովհետև հսկայական կոմպլեքս է կառուցվում ու 3 միլիարդ 100 միլիոն դրամ միայն շինարարական աշխատանքներն են։ Մեր ամբուլատորիաները 3 գյուղերում, որ կառուցում են 600 միլիոն դրամից ավել են, իսկ մեր գյումրեցիներիս համար, որպես հենց Գումարի արգելոց թանգարանի մեջն է գտնվում ու պատմամշակութային շենք է,
թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգումը, որի աշխատանքներն արդեն սկսել ենք, 1.5 միլիարդ դրամ միայն այդ պոլիկլինիկայի շինարարական աշխատանքներն են, քանի որ առողջապահության մասով խոսեցինք, ուզեմ մի քանի թիվ էլ նշել ձեզ, պարոն վարչապետ, Շիրակի մարզում 210,000 այց է եղել պոլիկլինիկաներ, ամբուլատորիան եւ բժշկական կենտրոններ առողջապահության ապահովագրության ծրագրով եւ մոտ 2 միլիարդ 100 միլիոն այդ ընդհանուր արժեքն է կազմել մեր հիվանդների, մեր քաղաքացիների սպասարկման համար, որը թույլ է տվել նաև ոչ միայն քաղաքացիների համար այդ խնդիրները լուծում, այլ նաև այդ գումարները թույլ են տվել պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձները բարձրացնել։ Մենք երամսյակն ամփոփելուց հետո եւս վերահաշվարկարեցինք եւ մեր պոլիկլինիկաներ արդեն կարողանում են ինքնուրույն սարքավորումներ գնել, ավելի արդիականացնել իրենց սարքավորումներով իրենց պոլիկլինիկաները։ Տեսնում են առողջապահական հեղափոխությունը, որ մեր երկրում տեղի ունենում։ Միանշանակ տեսնում են, պարոն վարչապետ, որովհետև այդ չտեսնել անհնար է, ու բոլոր ասպեկտներով են տեսնում, երբ որ քաղաքացուն հարցնում է ձեր թոշակը 10,000-ով բարձրացել, ասում է 10 չի բարձրացել, բա տեղերից փողը, որը չեմ տալիս, երբ որ քաղաքացին հետ վճարն էլ բոլորից օգտվում են, պարոն վարչապետ, քաղաքացիները, թե հետ վճարից ու մեզանից լավ են կարողանում մտնոլորտ այդ առումով։ Միանշանակ լավ է, որովհետև նույնիսկ շատ հեռավոր գյուղերում, թե պատկերացրեք 250,000 բնակիչ ունի Շիրակի մարզը, 110,000 դեպքի արդեն տեղ ունեցել, այց է եղել հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, այդ մարզի մեծ մասը արդեն այցելել է։ Շատ լավ, անցնենք հաջորդիվ Շիրակի մարզում իրականացած ոռոգման եւ ջրամատակարարման ծրագրեր, որոնք ուրեմն իրականացվել են նախորդը սուբվենցիոն ծրագրերով էր, բայց սա ընդհանուր առմամբ նաեւ կառավարության ուղիղ ներդրումներով կառուցվել է 334 կիլոմետր խմելու ջրամատակարարման գծեր 7 միլիարդ դրամի, մասնավորապես Գյումրի համայնքում ջրամատակարարման ոլորտի ծախսը կազմել է 4.2 միլիարդ դրամ, վերակառուցվել է 175.2 կիլոմետր ջրամատակարարման եւ 11.5 կիլոմետր ջրահեռացման համակարգ։ Միայն Գյումրիում 175 կիլոմետր։ Ախուրյանում 2.8 միլիարդի ներդրում է իրականացվել, ուրեմն այդ թվում Ախուրյան գետի հունի 4 կիլոմետր մաքրման աշխատանքներ, ջրաչափական սարքավորումների ձեռքբերում եւ ջրհան կայանների հիմնանորոգում։ Խմելու ջրամատակարարման գծով Ախուրյանում 144 կիլոմետր ջրամատակարարման համակարգ է կառուցվել, վերակառուցվել, հիմնանորոգում եւ 2.9 կիլոմետր միջտնտեսային ջրանցքների վթարային հատվածները վերականգնվել են։ Աշոցքում, Սարագյուղ բնակավայրում եւ Վարդաղբյուր բնակավայրի օրվա կարգավորիչ ջրամբարների տարածքում կառուցվել է քլորակայանի շենք, Ամասիայում 6.4 միլիոն դրամով հիմնանորոգվել է Մեղրաշատ համայնքի ներտնտեսային ցանցը եւ Արթիկում 4.3 միլիոն դրամով հիմնանորոգվել է Լուսակերտ բնակավայրի ներտնտեսային ցանցը։ Այս մասով կարելի է ավելացնել, պարոն վարչապետ, մենք 25 թվականին կարգուդ ունեցանք շատ, 24 թվականին էր եղել եւ կառավարության որոշմամբ փոխհատուցումը 1546 շահառուց 4700 հեկտար 264 միլիոն կառավարությունը փոխհատուցում տվեց քաղաքացիների եւ մի հատ թիվ եմ ուզում ասել, մենք վերջերս ենք պարոն Պաբոյանի հետ այդ թիվը բացահայտել, շատ դժվար երկար տևեց աշխատանքները միջև կարողացան հանել։ Մենք 18 թվականից մինչև 26 թվականը, պարոն վարչապետ, պետական աջակցության ծրագրերով 4.5 միլիարդ դրամ դա աջակցման ծրագրերով Շիրակի մարզի ֆերմերներին ու տնտեսվարողներին է տրվել։ Սա լիզինգային ծրագիր, տեխնիկայի ձեռքբերման, խելացի անասնագոմեր, մեղվապահությունից մինչև տոմային անասունների ձեռքբերում, այսինքն 4.5 միլիարդ դրամ, բացի այն ամեն ինչից, ինչ որ մենք խոսում ենք, շատ դեպքերում թվեր կա, որ մենք էլ չենք նկատում, պարոն վարչապետ, իրականում, բայց գյուղատնտեսության մեջ հենց Շիրակի մարզի 4.5 միլիարդ դրամ ազդեցիկ ներդրում է եւ հիմա էլ արդեն
կաթի սուբսիդավորումը եւս նաեւ ապահովագրությունը եւս մեր գյուղատնտեսների համար շատ կարեւոր է։ Մենք Համասյայում Մաշոցքում խնդիր ունենք, որովհետեւ այդտեղ բնակլիմայական պայմաններով դուրս գալով հենց անասնապահությունն է այնտեղ ավելի զարգացած եւ պարոն Պապայանի հետ մենք եւս քննարկել ենք, որ առանձին մի հատ ծրագիր անենք Աշոցքում ու Համասյայում անասնապահությունը խթանման նոր ծրագիր ունենանք, որովհետեւ կարողանանք այդ հատվածը ավելի զարգացնել։ Շատ լավ։ Հիմա անցնենք հուշարձաններին։ Այս հուշարձանների պահը շատ կարևոր է նաև այն առումով, որ մեզ անդադ մեղադրում են, թե մենք մեր ինքնության դեմ գործում ենք կամ մեր ինքնությանը աղճատում ենք կամ չի, ինչ խեղաթյուրում ենք։ Հիմա եկեք նայենք, թե հուշարձանների հետ կապված ինչ են կարել։ Վարամաբերդ համայնքի Մարմաշեն վանական համալիրի ուսումնասիրում ամրակայում եւ տարածքի բարեկարգում, երերույթի, տաճարի եւ փոքր դամբարանի վերականգնում, թաղերի ամրակայում, անի պեմզայի մշակույթի տան վերականգնում եւ փոքրիկ թանգարանի ստեղծում, Աշոտսկի կրասարի կամրջի վերականգնում, անի համայնքի Գուսանագյուղի դղյակի ամրակայում, նորոգում եւ մասնակի վերականգնում, Պեմզաշեն եկեղեցական համալիրի ուսումնասիրում, պեղում, ամրակայում, նորոգում եւ վերականգնում, Պեմզաշեն գյուղի Սուրբ Առաքելոց վանական համալիրի ուսումնասիրում, պեղում, ամրակայում, նորոգում եւ վերականգնում, Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու նորոգում, Կառավարության տուն 1 հասցե վարչական շենքից Մինա Ասավետիսյանի հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարների տեղափոխում Ջաջոր բնակավայրում Մինա Ասավետիսյանի թանգարան։ Այդ երկու որմնանկարները գտնվում էին կառավարության 3-րդ հարկի շենքում, որտեղ ես էլ շատ հաճախ խորհրդակցություններ եմ անում եւ մի X պահի մեր մոտ հարց առաջացավ, թե ինչու պետք է այս որմնանկարները հասանելի լինեն մենք կառավարությունում խորհրդակցության եկող մարդկանց եւ մենք որոշում կայացրեցինք տեղափոխել եւ վերադարձնել Ջաջուր թանգարան Մինա Ասավետիսյանի, որը նույնպես դարակազմիկ մի ծրագիր էր եւ այստեղ տեսեք հիմա մենք վերականգնումներ ենք իրականացնում, մի մասը ենթադրում են process-ի մեջ է, մի մասը ավարտված է, այստեղ մանրամասները գրված չեն տեղեկանքի մեջ, բայց անի համայնքի Գուսանագյուղի դղյակի ամրակայում, ասեք լսել եք, անի համայնքի Գուսանագյուղի դղյակի ամրակայում, բայց մենք ամրակայում նորոգում եւ մասնակի վերականգնում այս բոլոր ուղղություններով նաեւ այս ներդրումները զբոսաշրջիկներ են բերում եւ հիմա մեր այս տեղեկանքի մեջ օրինակ չկա գրած, որ Գյումրիից Լառնակա 2 եվրոյով թռիչքներ կան 2.5 Իսկ աշխուժությունը նկատվում է Լառնակայից դեպի Գյումրի եկողներ կան։ Պարոն վարչապետ, եղանակային պայմանները մի Լառնակայի համար այդքան հարմար չի, նախկինում շաբաթը 2 թռիչք է եղել, մի շաբաթը մի թռիչք է, իհարկե սեզոնը արդեն բացվելուց հետո 2 թռիչք կլինի ու մենք էկոնոմիկայի նախարարության հետ զբոսաշրջության կոմիտեի հետ քննարկում ենք նոր ուղղություններ դեպի Եվրոպա զբոսաշրջային բացելու, նաև Լառնակայից են հենց այդ թռիչքով մի քանի օր առաջ մեր Գյումրու զբոսավարներից մեկին հանդիպեցի զբոսաշրջիկների հետ ու հենց ինքը նշեց, թե ես էլ մեր բարբարով ասեց Գյումրի Լառնակայի խերն է, Լառնակայից էին եկել զբոսաշրջիկներ։ Լառնակայից զբոսաշրջիկներ էին եկել Գյումրի։ Հիմա զբոսաշրջիկների մասին Շիրակի մարզում տուրիզմի զարգացման նպատակով 2018-ից 26 թվականներին իրականացված ծրագրեր։ Կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 6.4 միլիարդ դրամ, որից Շիրակի մարզի Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի հարակից Արգու եւ Հարող Աբովյան փողոցի աջ եւ ձախ հատվածների վերականգնում իրականացվել է Աբովյան փողոցի երկշերտ ասֆալտապատում, մայթերի կառուցում, ինժեներական ենթակառուցվածքների անցկացում, գազ, ջուր, հոսանք, արտաքին լուսավորության իրականացում, անձրևաջրերի հեռացման համակարգի անցկացում, շատրվանների վերակառուցման աշխատանքներ եւ այլն։ Սա 88 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին հարակից հատվածն է, որ նաեւ նախագահ Մակրոնի հետ որ եկանք այդ հատվածով քայլեցինք։ Հաջորդը
Խանջյան եւ Չայկովսկի փողոցների վերականգնում։ Իրականացվել է փողոցների նորոգում երկշերտ ասֆալտապատումով, մայթերի նորոգում, ավտոկայանատեղիների կառուցում, վերգետնյա գազատար խողովակի, ստորգետնյա վերատեղադրում եւ այլ աշխատանքներ։ Մարմաշեն վանական համալիր տանող ճանապարհի վերականգնում շուրջ 678 միլիոն դրամի։ Իրականացվել են դեպի Մարմաշեն վանական համալիր եւ Մատուր տանող ճանապարհի ասֆալտապատում, մայթերի կառուցում, ճեմուղիների կառուցում, բազալտե սալիկներով, ավտոկայանատեղիների կառուցում, դեպի Հեղնար աղբյուր տանող ճեմուղու կառուցում, կառուցվել է ջրագիծ, տեղադրվել է ենթակայան, իրականացվել է եկեղեցուց դեպի Ախուրյան գետ իջնող աստիճանների կառուցում, գետի երկայնքով կառուցվել է ցանկապատ։ Ընտեղ եղել եմ, էլի տեսել եմ։ Հարսանիքի էլ ենք մասնակցել, հանդիպանք հարսանիքի։ Այո։ Գյումրի քաղաքային բարեկամություն զբոսայգի վերակառուցման ուղղված աշխատանքներ։ Շուրջ 863 միլիոն դրամ իրականացվել է այգու տարածքի մաքրում, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, կոյուղի, ոռոգման ցանցերի, խորքային հորի եւ պոմպակայանի կառուցման աշխատանքներ, ջեմուղիների կառուցում, սալարկում եւ այլ աշխատանքներ։ Ավարտվել են այս աշխատանքները ընթացքի մեջ։ Այդ համատեղ էր հիմնադրամի հետ էր, պարոն վարչապետ, կառավարությունը մասնաբաժին ամբողջությամբ արել է, ինչ պարտավորություններ ուներ, հիմնադրամը մի քիչ կաղում է, իհարկե մենք քննարկում ենք այլ հիմնադրամին փոխանցելու հարցը, ոնց որ քննարկում Որ հիմնադրամը ՏՈՒՖ հիմնադրամն էր, հիմի քննարկում է ազնավոր հիմնադրամին փոխանցելու հարցը, բայց այդ քննարկման փուլում է։ Կառավարությունը արդեն երկար ժամանակ այն ինչ նշեցիք, իր 863 միլիոն դրամը մասնաբաժին արել է։ Հաղթանակի պողոտայի վերականգնում իրականացվել է Հաղթանակի պողոտայի երկշերտ ասֆալտապատում, ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, կառուցվել են մահիթեր եւ անց է կացվել ամբողջությամբ նոր ջրահեռացման համակարգ։ Այսինքն ավարտված է այս նախագիծը։ Հա, այս նախագիծը Աճեմյան, Հանես Օղլյան եւ Ջիվանի փողոցների վերականգնում իրականացվել է երկշերտ ասֆալտապատում, մալուխների ստորգետնյա անցկացում, գծանշման նշանների տեղադրման եւ այլ աշխատանքներ։ Տերյան եւ Նալբանդյան փողոցների վերականգնում շուրջ 647 միլիոն դրամ։ Իրականացվել է երկշերտ ասֆալտապատում, մայթերի կառուցում, լուսավորության սյուների տեղադրում, հենապատի վերականգնում, ջրատարի, գազատարի կառուցում, կոյուղու եւ ջրահեռացման համակարգերի անցկացում եւ այլն։ Գյումրի համայնքի Կումայրի պատմական կենտրոնի բարեկարգում շուրջ 568 միլիոն դրամ իրականացվել են ասֆալտապատման, սալարկման, ինչպես նաեւ ենթակառուցվածքների անցկացման աշխատանքներ։ Վարպետաց, Աբովյան եւ Ղորղանյան փողոցների, Ռոստավելի, Ֆուրմանովի փողոցներով պարփակված հատվածների հիմնանորոգում, լուսավորում 426 միլիոն դրամի։ Իրականացվել են ենթակառուցվածքների փոխարինման եւ կառուցման լուսավորության համակարգերի անցկացման աշխատանքներ։ Ամբողջը ավարտված է, ճիշտ է։ Այնտեղ մի փոքր խնդիր ունենք, իհարկե նախարարել պայմանավորվել ենք այդ փողոցների մի փողոցի հետ կապված խնդիր ունենք, այդ ծրագրից դուրս էր, բայց մեր քաղաքացիները մի նայում են, դրա համար եմ շեշտում, որ մենք գիտենք իրանց փողոցի խնդիր եւ նախարարել պայմանավորվել ենք։ Սլավոդկա թաղամասում մի փոքր հատված կա, տուպիկ կա, այդպես ասեմ, այնտեղ նիշերի խնդիր կար, այդ քաղաքացիների համար խնդիր էր առաջացել, երբ որ մենք փողոցը կառուցել ենք ամբողջությամբ Տերյան փողոցը, իրանցը տուպիկը մնացել էր այդպես, հիմա մենք նախարարի հետ քննարկել ենք, որ այդ հարցն ենք լուծում ստանալու եւ ուզում եմ ավելացնել, պարոն վարչապետ, այս ծրագրերը զբոսաշրջային, որոնք նշեցիք, զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրն է, որը առաջին փուլը ավարտվել է եւ երկրորդ փուլն է արդեն ընդհանուր Հայաստանի համար եւ Գյումրու հատվածին, Շիրակի մարզի հատվածին եւս քննարկում ենք ունեցել ենք զբոսաշրջության կոմիտեի հետ երկրորդ փուլով նախատեսում են Գյումրու շուկայի վերակառուցումը, գիտեք, Թումոյի հետ համատեղ Վարպետաց դպրոցի կառուցումը, նախատեսում ենք Հաղթանակի այգին փողոցները մենք նշեցինք, առաջի փուլով կառուցել ենք, բայց այգին մնացել է, նախատեսում ենք այգին կառուցել, որովհետեւ կոնե Գյումրին մի հատ այգի ունենա զբոսնելու եւ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի ճանապարհի կառուցումն է եւ զբոսաշրջային կլաստերի երկրորդ փուլն է։ Հիմա նաեւ ուզում եմ խոսամ, իմ իդեպ ասեմ, ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ նաեւ կարդացի, որ Արտուր Ալեքսանյանի ավանդապրոցի շինարարությունը վերսկսվել է, որովհետեւ նախորդ շինարարների հետ մեծ խնդիրներ ունեցանք, մի հատվածներ կան, որ
կառուցվել էր անորակ, մենք քանդել ենք տվել, նորից ենք կառուցել տվել, էլի չի ստացվել, բայց հիմա նոր շինարար ունենք, նոր պայմանագրով եւ արդեն սկսել է աշխատել։ Սկսեցինք աշխատանքներ մի քանի օր առաջ, պարոն Խաչատրյանով տիկին նախարարը Անդրեասյանը եկել էին, մենք բացում արեցինք ու շինարարի հետ բոլորս պայմանավորվեցինք, որ 28 թվականի Օլիմպիադան, երբ որ Արտուր Ալեքսյանը գնալու է, նախնական պարապմունքները անելու է այդ դպրոցում, հենց ու գնա 4 միլիարդից ավել են ընդհանուր արժեքը, պարոն վարչապետ, այն հատվածի, որը նոր շինարարն է կառուցելու, իսկ Արտուր Ալեքսյանի մարզահամալիրը 7 միլիարդից ավել է ընդհանուր արժեքը եւ մեր գործընկերներն ասում են, որ տարածաշրջանում նման կոմպլեքսը չկա, որովհետեւ բազում սպորտաձևեր են ներառում իրենց մեջ եւ մենք նաեւ քննարկեցինք, որ արդեն մենք ունենում ենք 28 թվականին տարբեր սպորտաձևերի անհատական սպորտաձևերի դալիճ մարզահամալիր, որ կարելի է նույնիսկ Հայաստանը աշխարհի ներկայացնել բարբի աշխարհի մրցումները ստեղ հասկացնելու կամ ծանրամարտի։ Շատ լավ։ Դե բանում էլ արտիկում էլ Նազիկ Ավդալյանի հիմնադրամի հետ ենք նախագիծ իրականացում, էլի մեծ մարզական կենտրոն ենք կառուցելու։ Հիմա Շիրակի մարզում դոտացիաների մասին 2018 թվականի դրությամբ Շիրակի համայնքները ստանալիս են եղել տարեկան 4 միլիարդ դրամ դոտացիա, 2026 թվականի բյուջեով նախատեսված է 12 միլիարդ դրամի դոտացիա, աճը շուրջ 7.6 միլիարդ դրամով կամ 2.7 անգամ։ Ընդ որում Գյումրի համայնքի դոտացիան աճում է 2.5 միլիարդ դրամով կամ 125%-ով, Ախուրյանինը 1.9 միլիարդ դրամով կամ 241%-ով, Արթիկինը 1.6 միլիարդ դրամով կամ 161%-ով, Ամասյայինը 378 միլիոն դրամով կամ 326%-ով, Աշոտքինը 554 միլիոն դրամով կամ 284%-ով, Անինը 737 միլիոն դրամով կամ 194%-ով։ Ահա համառոտ այսքանն էր Շիրակի մարզի իրականացված մեր ծրագրերը եւ մենք հիմա պիտի ամփոփենք, որպեսզի գնանք հասնենք ավտոբուսին եւ շարժվենք դեպի Շիրակի մարզ։ Էլի ուզում եմ հիշեցնել, սիրելի հայրենակիցներ, մեր այցերի գրաֆիկը այսօր 10:30 Սառնախբյուրում, 11:10 Մարալիկ, 12:30 Արթիկ, 13:30 Փանիկ, 14:30 Ազատան, 15:30 Ախուրյան, 16:50 Աշոցք, 18:00 Ամասիա։ Իսկ վաղը ամբողջ օրը առավոտից Գյումրի շրջելու ենք, քայլելու ենք Գյումրի փողոցներով, թաղամասերով, իսկ ժամը 20:00-ին կենտրոնական հրապարակում, Վարդանանց հրապարակում լինելու է մեր մեծ հավաքը, սկսվելու է ուղիղ 20:00-ին, ոչ մի րոպե շուտ, ոչ մի րոպե ուշ, լինելու է նաև դրոն շոու եւ լինելու է նաև նվագելու եմ նաև ձեզ համար եւ իհարկե ելույթներ են լինելու։ Բոլորիդ սպասում ենք, սիրելի գյումրեցիներ, Աշոցքի մեր սիրելի բնակիչներ, ամասիացիներ, արթիկցիներ, մարալիկցիներ, ախուրյանցիներ, վաղը ժամը 20:00-ին Գյումրի կենտրոնական Վարդանանց հրապարակում, իսկ մինչ այդ մենք ինքներս կայցելենք ձեզ։ Այսինքն սկզբից մենք ենք գալիս, հետո դուք եք գալիս Գյումրի Վարդանանց հրապարակ։ Լավ եղեք, սիրում եմ բոլորիդ։